8 years ago, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ այսքան շատ են առաջին այցով ձեր երկրում գտնվողները, լավ նշան է։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր գնահատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, ընդգծելով Հայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի տարիների աշխատանքը շատ տպավորիչ է։ a lot of countries are on the table. Սեղանի շուրջ նստած շատ երկրներ 8 տարի առաջ Հայաստանը դիտարկում էին որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ որոշեց իր երկիրը հեռացնել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է եւ շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների։ Եվ այն փաստը, որ նա որոշեց ընտրել եւ խաղաղություն, եւ Եվրոպա, շատ կարեւոր ազդանշան է։ Պանելային քննարկման առանցքում էին աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունն ու ժողովրդավարական համակարգերի նկատմամբ աճող շնշումները։ Քննարկումը նախագահում էր Նիկոս Քրիստոդուլիդիսը։ We meet here at Yerevan at a very critical Մենք հանդիպում ենք այստեղ Երևանում շատ վճռորոշ պահի, ես կասեի աշխարհաքաղաքական լարվածության տնտեսական անորոշության պահին, երբ ավելանում ահագնանում է ճնշումը մեր ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։ Կասկած չկա եւ բոլորս համակարծիք ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել երկխոսությունը, ամրապնդել համագործակցությունը եւ հավաքական դիմակայունությունը։ Եվրոպական քաղաքական համայնքը հենց այն արտակն է, որտեղ պետք է այս մարտահրավերներին արձագանքել, քննարկել, թե ինչպես կարելի է պահպանել եվրոպական միասնականությունը, ճգնաժամերի ժամանակահատվածում ինչպես ամրապնդել եվրոպական անվտանգությունը։ Կիպրոսի նախագահը ընդգծեց, անվտանգության միջավայրը հիմնովին փոխվել է, ավանդական պատերազմներին փոխարինում են խառնածին սպառնալիքները, որոնք այլևս սահմաններ չեն ճանաչում։ Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, ներմուծվող հանածով առելիքից կախվածությունը եւ համաշխարհային շուկայում գների տատանումները վնասում են Եվրոպայի մրցակցությանը։ Then this is how Մի կարևոր դաս ենք քաղել, ինչքան խոցելի ենք, երբ ունենք չափից շատ կախվածություն, բայց մենք ունենք նաև ակտիվներ։ Մենք ակտիվներ ունենք Եվրոպական միությունում։ Դա այն էներգետիկան է, որը մենք ներսում ենք արտադրում։ Դա վերականգնվող էներգետիկան է, եւ մենք պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի, շատ ավելի ամուր կապենք մեր ներքին արտադրության, ավելի էժան ու ավելի կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ, որոնք մենք ունենք։ Էներգետիկան մեզ համար կարևորագույն ուղղություն է եւ այն պետք է շատ ավելի անկախ լինի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդրադարձավ նաև անվտանգությանն ու պաշտպանությանը։ last 4 years than it is in the fact that Վերջին 4 տարում, եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Բնական է եւ հենց այս պատճառով էլ մենք մոտ 800 միլիարդ եվրո ենք հավաքագրելու մինչեւ 2030 թվականը, որպեսզի անվտանգության պաշտպանության ոլորտներում արկա մեր բացերը լրացնենք։ Խիստ կարեւոր է, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ եւ կարողանանք կանխարգելման արդյունավետ համակարգեր ունենալ, քանի որ հնարավոր ռազմական ագրեսիայի կանխարգելման լավագույն համակարգը դրա արդյունավետ կանխումն է։ Իտալիայի վարչապետն անդրադառնալով միգրացիոն հոսքերին նշեց, անվերահսկելի միգրացիոն հոսքերը խնդիր են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար։ Դրանից տուժում են նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, աճում է սոցիալական լարվածությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ ընդգծեց, Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է բոլորի առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալու համար։ Ըստ Քիր Սթարմերի, այսօր ամեն ինչ, պաշտպանությունը, առևտուրը, էներգետիկան ռազմականացվել է, եւ սա է պատճառը, որ պետք է ունենալ ավելի ուժեղ եւ միասնական Եվրոպա։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։